Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Գայանե Տեր Սահակյանն է, ով արդեն 15 տարի է բնակվում է Ֆրանսիայում։ Բարև ձեզ, Տիկին Գայանե ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վստահ եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Եկեք պատմեք մեզ, ինչպես եք հայտնվել Ֆրանսիայում եւ ինչու հենց Ֆրանսիա։ Ինչպես հայտնվեցինք Ֆրանսիայում, Ֆրանսիայում տեղափոխվել անձնական մասնագիտական զարգացման նպատակով։ Ցանկանում էի ապրել եւ աշխատել ավելի կայուն եւ զարգացած եւ ավելի զարգացած միջավայրում եւ աստիճանաբար կառուցել իմ երեխաներիս ընտանիքիս ապագան այստեղ օգտագործելով իմ փորձն ու հմտությունները։ Ինչու Ֆրանսիա, որովհետև եթե մի երկիր ես որոշում գնալ, պետք է լինի, չէ, ինչ-որ մեկը, որ հարցնես, թե ինչ կերպ է այդտեղ ընթանում ամեն ինչ։ Այո, եւ մենք այստեղ ունեինք մարդիկ, ում կարող էինք հարցնել, եւ երբ որ հարցրեցինք, ճիշտն ասած, այն ճանապարհը, որ պետք է մենք անցնեինք, չէր համապատասխանում իրականությանը, այսինքն մենք պետք է գայինք ինչ-որ պատմություն պատմեինք, հա, որ խնդրեինք ապաստարան, ինչ որ պետք չէր մեզ, իրականությանը չէր համընկնում, մեզ ապաստարան չէր պետք, մենք ուզում էինք գալ, աշխատել, սովորել, ապրել, եւ ես հարցնում էի այդ մարդկանց, թե արդյոք կա տարբերակ, որ գանք եւ ասենք, որ ուզում ենք աշխատենք, խնդրում ենք տվեք մեզ զգացության եւ աշխատանքի իրավունք եւ երեխաները սովորեն, բնակվենք ոնց որ, հա, ոնց որ կարգն է, ոնց որ Ռուսաստանում ես գնում կամ ինչ որ մեկ ուրիշ ավելի հասանելի երկիր, հա։ Ինչևէ, ճանապարհը անցանք, բայց անցանք ուղղակի ֆորմալն է, հա, ես մի փոքր ներողություն եմ խնդրում, հնարավոր է հայերեն բառեր չգտնեմ, բայց փորձելու եմ մաքուր հայերենով, հա, նույնիսկ գրել եմ, որպեսզի չխախտեմ։ Ոչ մի խնդիր, ոնց կստացվի։ Այո, ուրեմն ու այդպես մենք այդ ճանապարհը անցանք, բայց այդ ճանապարհը անցնելով օգտավետ օգտագործեցի ընտանիքիս համար, որովհետև այդ տարիները, որ տրված էր, որ կակ ռուսերենը չօգտագործեմ, տրված էր ոնց որ փորձնական, դա համարվում է փորձնական շրջան, հա, այդ ճանապարհը անցնում ես, նաև այդ անցած ճանապարհին են նայում, երբ որ որոշում են կացության թուղթ տա, թե ոչ։ Այո, մենք օգտակար օգտագործեցինք, որովհետև երեխաները անկախ ամեն ինչից գնում են դպրոց, իրենց ոչինչ չի խանգարում, իսկ մենք ամուսիններով դասերի էինք գնում, այդ ամբողջ ակտիվիտեներին, այսինքն ակտիվիտեներ, չեմ կարող ասել հայերեն, բոլոր ինչ որ կազմակերպում էր այդ կազմակերպությունը, որը ընդունել էր մեզ, մենք բոլոր այդ կազմակերպված միջոցառումներին մասնակցում էինք։ Բացարձակ բաց չէինք թողնում, տեսակով եմ ես ակտիվ եւ լուրջ ամեն ինչին վերաբերվում եւ ոչինչ բաց չէինք թողնում եւ շատ օգտավետ մեզ համար անցավ այդ ժամանակահատվածը եւ անցանք որպես որովհետեւ պիտի անցնեինք այդ ընթացքը, քանի որ կներեք տրամադրվել եք, էլի որ պիտի անցնեք։ Հա, տրամադրվել ենք, որովհետեւ մարդիկ, ովքեր մեզ ասեցին ինչ ճանապարհ պիտի անցնենք, իրենք այդքան, այսինքն այդքան գիտեին, որ մեզ խորհուրդ տային, բայց կար ուրիշ ճանապարհներ, ինչ որ ես հիմա եմ անում, բոլորին խորհուրդ տալով, որովհետեւ շատ ավելի ճիշտ եւ գրագետ ձևով կարելի է գալ սովորելու, աշխատելու եւ արդեն կացության իրավունքի հնարավորությամբ կարելի է գալ այս երկիր, հա, եթե արդեն որոշում է մարդը։ Այդպես եւ անցանք այդ ճանապարհը շատ արդյունավետ, լեզուն սովորեցինք եւ այլն, մինչեւ այդ ընթացքում ավելի շուտ ձեռք էինք բերել ընկերներ ռուս, ֆրանսիացիներ եւ ինձ անդադ ասում էին մենք կարող ենք էլի քեզ աշխատանք գտնել, պետք չի որ մնաք առանց աշխատանք այդ կազմակերպության մեջ, բայց քանի որ այդ կազմակերպությունը ասում էր որ չի կարելի, իրավունք չունեք աշխատելու, պետք է սպասեք գործընթացի ավարտի,
մենք սպասում էինք եւ չէինք խախտում ոչինչ, քանի որ հասկանում ենք, որ այս քաղաքում ենք բնակվելու եւ ես սիրում եմ, երբ որ բանը ասում է այս կերպա եւ պետքա սպասել, բայց կարող էի դուրս գալ եւ աշխատել։ Բայց երբ որ ավարտվեց ամեն ինչ եւ արդեն այդ գործընթացից դուրս եկանք, պետք է դիմենք կացության թղթի արդեն քաղաքին, հա, դա պետությանն ես դիմում, երբ որ գալիս ես, իսկ երբ որ փորձեմ հասկանալի լինի, քաղաքին ես դիմում, որպեսզի տան կացության թուղթ, որպեսզի դու աշխատես կամ սովորես կամ շարունակես ապրել, նու իհարկե աշխատելով եւ առօրյան կազմակերպելով, հա, արդեն որպեսզի ինքնուրույն մնաս, հա։ Ու այդ ժամանակ արդեն իմ ընկերները միացան եւ ինձ օգնեցին, ես աշխատանքի ընդունվեցի, իհարկե անհավանական էր այդ աշխատանքի ընդունելու պատմությունը, բոլոր մեր շրջապատի մարդիկ զարմացած էին, ուղղակի հնարավոր չէր այդ 50% լեզվի տիրապետելով մտնել նախարարությունում ադմինիստրատիվ աշխատանքի, ինչ որ ինքս էլ չէի հավատում, քանի որ ինձ համար մեկ էր մեզ աշխատանք լիներ սկզբնական, որ կարողանանք տուն բարձել եւ ապահովել մեր առօրյան, հա, եւ կարեւոր չէ ինչ աշխատանք կլիներ, ճիշտ այսօր եմ կրթություն, եւ բայց դա ինձ բացարձակ չէր խանգարում, ես միշտ ադապտանում եմ եւ ասում եմ, եթե այս պահին սա է պետք, սա կանեմ։ Բայց փաստորեն երևի Աստված տեսնում է աշխատասիրությունը, ջանքերը, չեմ ուզում տենց բաներ խոսեմ, բայց դա է երևի, չգիտեմ, իմ կարծիքով, եւ ես ավելին ունեցա, քան մտածում էի, եւ 3 տարի աշխատեցի։ Եվ այդ աշխատանքի կներեք, հենց ձեր մասնագիտությամբ ընդունվեցիք աշխատանքի, այսինքն։ Չէ, իմ մասնագիտությամբ չէ, որտեղ ես տնտեսագետ եմ, բայց ես մտա որպես административный помощник ռուսերեն, բայց հայերեն կլինի երևի ադմինիստրատիվ օգնական։ Օգնական, այսինքն թղթաբանության հետ գործ ունեի, արխիվում աշխատեցի, հետո մեկ ուրիշ բաժնում աշխատեցի, եթե ցանկություն ունենայի կմնայի, բայց ինքը շատ նախ ծանր աշխատանք էր, որովհետև ընտանիքը մնում էր երկրորդ պլան, ինչը որ ինձ համար ավելի կարևոր է, եւ այդպես, այդտեղ աշխատեցի այդքան եւ ունեցա ամբողջ ընտանիքն ունեցավ կացության իրավունք։ Այս մասով, այո, կարճ որ լինեմ, այսքանը։ Իսկ ոնց պատկերացնում եք, որ պիտի տեղափոխվեք Ֆրանսիա ու այդքան ճանապարհը, որ պիտի անցնեիք, այդ ձեր սպասելիքները բոլորը արդարացվեցին ժամանակի ընթացքում, թե հիասթափություններ ունեիք ընթացքում։ Գիտեք, հենց հիմա այս պատասխանը ինձ հենց այս պահին ինձ էս միտքը եկավ, որ չենք կարող պատկերացնել, ինչքան էլ ուրիշը նկարագրի, որովհետև ամեն մեկը նկարագրում է, չէ, իր տեսանկյունից, հա, ճիշտ է, դրական էին նկարագրում եւ ընդհանրապես հայրս էլ շատ տրամադրված էր, որ դեմոկրատական երկրում ապրեն երեխաները, ավելի զարգացած երկրում ապրեն երեխաները, չնայած Շուշանա ջան, շատ կուզեմ նշեմ, որ շատ անգամներ մենք փորձել ենք Հայաստանում ապրենք, ես շատ փոքր եմ երկրից դուրս գնացել, երբ որ եղել եմ 16 տարեկան։ Ես գնացել եմ ուսման պատճառով։ Խնդիրներ մենք Հայաստանում իհարկե չենք ունեցել, մեր ճանաչողները գիտեն, որ չենք ունեցել, որտեղ հայրս դրսում է ապրել եւ միշտ ապահոված ենք եղել։ Ոչ թե ինչ որ դուրս ենք եկել ինչ որ դժվարություններից, 89 թվականին ենք դուրս եկել մինչև դժվարությունը, քանի որ սիրում էի շատ ռուսերեն լեզվով կրթությունը ստանալ, իսկ այն ժամանակ գիտեք, միայն մեկ համալսարան կար, թե ինստիտուտ Բրյուսը, հա, եւ շատ մեծ չէր ընտրությունը, եւ քանի որ հայրս էլ աշխատում էր Ռուսաստանում, ասաց որ կօգնեմ, բայց ես շատ ուշ եմ ընդունվել, այսինքն 3 տարի հետո եմ ընդունվել, չեմ ընդունվել միանգամից, քանի որ դե всё же ռուսերենը իմ լեզուն չի, ճիշտ է, դպրոցներում շատ լավ է դասավանդվում այդ լեզուն,
շատ էի սիրում գիշեր-ցերեկ բարարանով քնում էի, բարարանով արթնանում էի, ժամանակ հեռախոսներ չկար։ Ինձանից ծանր էր այդ բարարանը, բայց նվեր էի ստացել ու դրանով քնում էի, արթնանում էի, ֆիլմերը նայելուց թարգմանում էի բառերը, եթե չհասկանայի, չէի ձանձրանում, որ բարձրանայի, վերցնեի, անպայման նայեի այդ բառը ինչ է նշանակում։ Շատ էի սիրում, շատ։ Եվ ուզում էի, որ այո, ռուսերեն լեզվով եւ բայց դե միևնույնն է դժվարություն ունեցա, ժողինստիտուտն էի տվել առաջինը, դժվարություն ունեցա, կտրվեցի, հայրս ուներ ծանոթներ, կարող էր միջամտել, բայց ես տեսակս այդպիսին էր, որ ուզում էի ինքնուրույն եւ համարում էի, որ ասենք ինչա ընդունվել չէ ինչ որ ձև, այսինքն ինչա դա արդեն ոնց որ ոչ մի բան ընդունվել, այսինքն ընդունվել ինքդ եւ երբ որ չընդունվեցի այդ տարի, հայրս ասաց կուզես գնաս ինչ որ տեխնիկում, որպեսզի տարին չկորի եւ հետնել պարապես, ասացի կուզեմ։ Գնացի տեխնիկում նույն մասնաճյուղով, շատ, չգիտեմ, պրիմիտիվ է, դուրս չեկավ, ավարտեցի այդ մի տարին, ասեցի, չէ, չեմ շարունակի, կպարապեմ ու կընդունվեմ իմ ուզած տեղը։ Մի խոսքով, դժվարությամբ ընդունվեցի, ապրեցինք Ռուսաստանում, ճիշտ է, Հայաստան գնում գալիս էինք, որտեղ տատիկս էր, բարեկամներ, հետո մայրիկս քրոջս հետ տեղափոխվեց, բայց միևնույնն է կապը կար Հայաստանի հետ, որտեղ տուն ունեինք այնտեղ, բարեկամներ եւ այլն, հետո 92 թվականին ամուսնացա, հետ գնացինք նորից, էլի փորձել ենք, էլի այդ ընթացքում էլ 1 տարի, 2 տարի ապրել ենք, բայց դե գիտեք, երբ որ արդեն ավելի լավն ես ունենում, դժվար է հարմարվել, հետ գալ ավելի չեմ ասի բան միջավայր, չեմ ուզի դժվար էր։ Ու նորից հետ էինք գնում, նորից էինք փորձում հետ գանք, մի 4-5 անգամ 0-ից սկսել ենք, հետ ենք գնացել եւ վերջինը 2007 թվականին, 2000 ճիշտ եմ ասում, 2007 թվականին, այո, որ եկանք Հայաստան, թե 5 թվականին, միգուցե սխալվեմ, այդ ժամանակ 2 տարի երեխաներ դպրոց գնացին ռուսական, էլի փորձեցինք, ես աշխատեցի ոչ իմ մասնագիտությամբ, որտեղ հնարավոր չէր տեղավորվել, շատ տեղեր փորձեցի, շատ ջանքեր, հա, լեզուս էլ պահել էի հայերեն, գրելը եւ ամեն ինչը պահել էի, մաքուր, երբեք չեմ մտածել, որ հանգարց լեզուս ինչ որ միտեղ հայերեն լեզուս երկրորդ պլան գնա, որովհետեւ ճիշտ է դրսում եմ ապրել, բայց չեմ ասի, չգիտեմ, ինչ կերպ բարերը չեմ կարող հիմա պատրիոտ, հա, ասում են ինչ որ, հա, հա, հայերեն ասել, ես այսինքն չեմ արել այնպիսի բաներ, որ ասեմ ես հայրենասեր եմ, բայց ես միշտ սիրել եմ պահել եք։ Այո, պահել եմ իմ տրադիցիաները, պահել եմ իմ սովորությունները հայկական, բայց դրսից էլ սիրել եմ վերցնեմ լավը։ Այսինքն իմը պահել եմ միշտ, երբեք չեմ պատստրայված եղել ռուսական բաներին կամ պատստրայված լինեմ ֆրանսիական կուլտուրային, հա, ես իրանցը սիրում եմ վերցնեմ, բայց իմը սիրում եմ պահեմ։ Եվ երեխաներիս էլ, մենք ամուսնուս հետ բան էինք ձևավորել, որ եթե Ռուսաստանում ենք, մենք տանը խոսում ենք հայերեն, որպեսզի իրանք պահեն հայերենը, եթե Հայաստանում ենք, տանը խոսում ենք ռուսերեն։ Ասում եի դրսում երբեք հայերեն ռուսերեն չպատասխանեք կամ չհարցնեք, եթե ձեզ չեն խոսում ռուսերեն։ Ու իրանք մաքուր խոսում էին հայերեն, մաքուր խոսում էին ռուսերեն։ Իսկ հիմա Հիմա իմ տղան խոսում է 4 լեզու, միգուցե մի լեզուն մի փոքր կաղոտ, բայց ռուսերեն, ֆրանսերեն, հայերեն, անգլերենը մի փոքր։ Աղջիկս խոսում է ավելի շատ, չեմ ասի քանի լեզու, որտեվ չեմ հիշում, բայց շատ ավելի։ Հա, ինքնուրույն են սովորում այն կողմնակի լեզուները։ Տեսեք, ռուսերենը որտեղ Ռուսաստանում, հայերենը որտեղ Հայաստանում, որ մենք ենք պահել, ֆրանսերենը այստեղ, անգլերենը դե գիտեք, որ այնպեսի լեզու է, որ Հայաստանում էլ էին սովորում, չէ, անգլերենը աղջկաս պահով ես փոքրուց եմ տվել մասնագետի մոտ, մասնագետը իմ ընկերուհու եղբոր աղջիկն էր, եւ երբ որ իմացա, որ ինքը Աշխաբադից եկել է Ռոստով-նա-Դոնում, մենք այնտեղ էինք ապրում,
ես իրան հենց սրազու ասեցի կլինի, որ իմ աղջիկը գա, որովհետև իմ աղջիկը ավելի շուտ էր ժամանակից բանինում, հա, 2 տարեկանում ինքը արդեն տարերը գիտեր, գրելը գիտեր, դպրոց մանկապարտեզ գնացել արդեն գրելով ու տարերը իմանալով։ Ու երևի 6-7 տարեկան էր, էլի չեմ հիշի տարիքը կոնկրետ, բայց փոքր էր, որ գնաց անգլերենի, ու ինքը անգլերենի դասերել է տալիս, պարապում է Ամերիկայում ապրող հայերի հետ, տարբեր մասերում, հա, անգլերենով как бы դասավանդում է, հա, տենց են ասում։ Ու անգլերենը այդ փոքրուց իր մեջ ստվածք ունի։ Այստեղ էլ որ եկանք ինքը անգլերենով էր մեզ ինքն էր ուղղորդում հոթելներում, բոլոր տեղերը ու մեզ շատ օգնեց։ Հետաքրքիր է, բայց երեխաները հեշտ հարմարվեցին օտար երկրին, Ֆրանսիային, էլի։ Տեսեք, երբ որ ավելի փոքր են լինում, այո, բայց 12 տարեկան տղաս էր, 16 տարեկան աղջիկս, հիմա որ մտածում եմ, իհարկե շատ ավելի առաջ եմ մտածել տարիներ առաջ, ասում եմ ինչքան սխալ ժամանակ ընտրեցինք իրենց համար, որովհետև իրանց տղայիս համար հասունացման եւ աղջկաս համար շատ դժվար ժամանակ որոշեցինք, դուրս եկանք, հեշտությամբ չեն հարմարվում, ճիշտ է, լեզուն հեշտությամբ են սովորում, բաները իրանց ավելի հեշտ է տրվում, ինտեգրումը, հա, որովհետև այդ տարիքից ավելի շուտ են ընկալում ամեն ինչ, բայց դժվարություններ շատ են ունեցել, աղջիկս ծեր արտահայտվում, հետո եմ իմացել, բայց տղաս էլ իր այդ կայուն հասունացման այդ շրջաններ եւ ինքը կայանում էր ու ուրիշ օտար միջավայրում Փարքաստո շատ ոչ թե շատ, այլ ոչ մի տենց վատ բաների չենք առնչվել, ուղղակի իր բանը նա էր, որ ինքը գիտեր, որ բոլոր հայ աղջիկները իր քույրերն են, իր ազգականներն են, բոլոր հայ տղաները իր եղբայրներն են, բոլորին պաշտպանում էր, բոլորի համար չգիտեմ, կանգնած էր, որ աղջիկները սխալ չհագնեն, սխալ չքայլեն, տղաները։ Եվ հետո ես իրեն ասում եմ, որ դա չի կարելի, քո գործը չի։ Իրանք պապա, մամա եւ քույր, եղբայր եւ այլը չի կարելի։ Դու պիտի չխառնվես, ժամանակի ընթացքում դե փոքր էր այդ ժամանակի ընթացքում հասկացա, որ չէ, այդտեղ պետք չի։ Բայց շատ ջերմորեն էս մեր քաղաքում շատ ջերմորեն էին այդ երիտասարդները, այդ տարիքի մեր ազգականներ իրար հետ։ Իսկ ֆրանսիական դպրոցում խնդիրները կա, իրենք շատ բարդ են, այստեղի այդ տարիքի, հա, ես կասեի, հա, 10 տարեկանից մինչև 16-17 միգուցե, հա, շատ ավելի իրանց կանոնները մտածելակերպը, ասենք թե երեխաները, դե մենք որ նոր էինք եկել, իրենց հագցրել էի ոնց որ Հայաստանում կամ Ռուսաստանում սպիտակ կոստյումով եւ այլն, հա, այսպես պաշտոնական գնացել էր եւ ծիծաղել էին իր վրա, ասել էին, «Էս ամուսնանում ես, որ այսպես կոստյում ես հագնվել»։ Ու ինքը տուն էր եկել կարմիր բազուկ եւ կոստյումը շպրտեց, ասեց, «Ես էլ այս շորերը չեմ հագնի, վրա ծիծաղում էի»։ Դժվարություններ եղան, որտեղ լրիվ տարբեր, մի քիչ Ռուսաստան, Հայաստան մեկ ուրիշ է, հա, բայց Եվրոպա, Հայաստան տարբերությունը մի փոքր ավելի մեծ է։ Եվ եթե պատասխանեմ ձեր հարցին, որտեղ չպատասխանեցի ձեր հարցին, թե տպավորությունները ինչպիսին էին, համապատասխանեցին, ճիշտ է, դժվարություններ եղան, բայց հասկացա, որ ես սիրեցի, շատ դժվարություններ եղան, որովհետև նոր լեզու ես սովորում, նոր իրավունքներ, օրենքներ, նոր սովորություններ, հա, նոր կուլտուր, այդ բառն եմ ուզում, կուլտուրա, մշակույթ, այ, շնորհակալություն, մշակույթը նոր, ամեն ինչ նոր է, եւ դու պետք է հասցնես այդ ամեն ինչին, եթե ճիշտ ուզում ես ինտեգրվես եւ մտածում ես, որ ճիշտ ես մտածում եւ առողջ, պետք է ճիշտ ինտեգրվես, ուզում ես այդ բոլորը, չէ,
հասկանալ, ծանոթանալ, տիրապետել եւ այլն։ Դրա համար դժվարությունները դրանում են եղել մեր պարագայում, բայց շատ դժվարություններ են անցնում այստեղ մարդիկ, իհարկե, որովհետեւ բոլորին տարբեր կերպ անցնում Շուշանա ջան ճանապարհը։ Հարմարվեցինք, մինչև հիմա էլ ես սովորում եմ, մինչև հիմա ամեն ինչ սովորում եմ իրենց ամեն ինչը, որովհետև եթե ապրում ես մի երկրում, ես կարծում եմ, որ ոնց դες ասեցի, իմը պահում եմ, հա, իմ լեզուն, իմ մշակույթը, եւ իրենց էլ ներկայացնում եմ։ Իրենք ուրիշ կերպ են, չէ՞, օրինակ հյուրասիրությունը ունենք շատ ֆրանսիական ընկերներ, ընտանիքներով ընկերություն ենք անում, պորտուգալացի ընկերուհի ունեմ, ռուս, ֆրանսիացի, այսպես տարբեր ազգերի Եվ ես միշտ ներկայացնում եմ իմ կերպ, հա, ես սիրում եմ իրենց այդ հյուրասիրությունը, երբ որ իրենք բերում են առաջ ապերատիվը, այսինքն միջուկ, խմիչք եւ այլն, զբաղվում են, հետո նոր բերում են տաք ուտեստ, հետո նոր բերում են ծառ ուտեստը, հակառակ ասեցի, եւ այլն։ Բայց ես սիրում եմ իմ ձևով մատուցել եւ ցույց տամ թե մենք ոնց ենք անում։ Եվ այդպես իմը պահում եմ, բայց իրենցն էլ սովորում եմ շատ լավ բաներ ունեն, որ կարելի է իրանցից շատ լավ բաներ, այո, շատ լավ բաներ կարելի է վերցնել։ Ամենալավ բանը, որ ես ամենաշատը, որ ես շատ եմ սիրում, Շուշանա ջան, դա մի հատ իրանք բառ ունեն, երևի թե մենակ ֆրանսիացին ունի այդ բառը, respect, այսինքն հարգանք, դիմացինի իրավունքի հանդեպ, այսինքն իրանց մոտ նույնիսկ օրենք կա, հարգել դիմացին, այսինքն իմ իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսում են դիմացինինը։ Հարգել, չտալ ավելորդ հարցեր, որոնք չի կարելի տալ։ Օրինակ ռեսուրսին վերաբերվող, ինչքան աշխատավարձ է ստանում կամ այսպիսի հարցեր, հա, որ չի կարելի տալ։ Եվ ընդհանրապես ամեն ինչում կա այդ հարգանքը եւ շատ եմ խանութում, հերթի մեջ դրսում եւ այդ ամեն ինչը չէ այդ մանր բաները դրանք հենց դրանցից է չէ ամբողջը կազմված առօրյան տրամադրությունը մարդու իհարկե դրանք ինձ համար շատ հաճելի են երբ որ գալիս ես Հայաստան ել եմ ասում շատ եմ սիրում իմ Հայաստանը բայց երբ որ այդ բաները պակասում են ինչ որտեղ չնայած որ հնարավոր է շատ երկար ժամանակ արդեն չեմ եղել հնարավոր է շատ բան ա փոխվել բայց երբ որ գալիս ես ինչ որ բաներ տենց պակասում է ասես ինչի էլի, ասենք կարող ենք եւ մենք այդպես նույնքերպ վարվել։ Ինչի՞ չէ, ինչի ժպտալ իրար, չէ, բարևել, ժպտալ, ինչպես ես։ Շատերը ասում են Ֆրանսիայում ժպտում են ռեզինից ժպիտա, բայց ավելի ցանկալի է ռեզինից ժպիտը, հա, ինչի պետք։ Ես օրինակ չեմ հասկանում, ասում են ռեզինից ժպիտ։ Ինչի է ռեզինից։ Մարդը ինձ չի ճանաչում, ուղղակի ժպտում է սիրալի։ Իհարկե։ Ինչի պիտի կեղծավոր չէ ժպտա, չէ, ուղղակի սիրալից ժպտում է, եւ այդ ժպիտը տրամադրություն է տալիս։ Իրավիճակն էլ է փոխվում ժպիտով։ Իհարկե։ Ես օրինակ Շուշանա ջան, մի հատ փոքր դեպք էլի նոր հենց այս պահին հիշեցի, եթե կարելի է պատմեմ, շատ կարճ։ Մի օր շատ ինձ գերհոգնած էի զգում այդ նոր եկած տարիներն էր եւ մեր շենքի կողքը ֆոնտանով էստեղ կա եւ նստարան ու շատ մարդիկ չեն անցնում այդ տեղով եւ որոշեցի ասի մի հատ իջնեմ մի 10 րոպե նստեմ մաքուր օդին ու կբարձրանամ վերև իջա նստա ու շատ տխուր էի որովհետեւ գերհոգնած էի անկեղծ վազելուց գերհոգնել էի չեք պատկերացնի ուրեմն այդտեղից 3-4 մարդ երբեք չի անցել, բայց երևի մի 10 մարդ ինձ հարցրեց բարև ձեզ, ինչպես եք, կարող եմ ձեզ օգնել։ Պատկերացեք չթողնեցին ես հանգստանալ, ասեցի չէ, երևի ես այստեղ չհանգստանամ։ Ասենք հաճելի էր էլի, որ մարդը տեսնում է ու անկեղծ փոխվեց այս բանը, որ մոտենում են ասում են բարև ձեզ, կարող եմ ձեզ օգնել։ Ասում եմ չէ շնորհակալություն։ Բարև ձեզ, ինչպես եք։ Դուք վատ եք զգում դες, ասում եմ չէ շնորհակալություն։ Հա։ Դե բայց մեր Հայաստանում էլ չի այդպես ամեն դեպքում։ Դե դեմոք ես ասեցի երկար չեմ եղել, հնարավոր է ինչ որ բան փոխվել է։ Չէ, այդ առումով Հայաստանում էլ բարեհամբույր են իհարկե։
Ես ուղղակի Ճիշտ դեմքով ենք ուղղակի մոնատ դեմքով ենք հիմնականում լինում էլի, մեր խնդիրը դա է։ Հա, դե երևի դա էլ խնդիրներից է, մի կողմից որ մտածում ես, ասում ես դա էլ խնդիրներից է մարդկանց, էլի, որ այդպես են։ Եթե մարդը խնդիր ունի, ինչպես ճպտա, տրամադրություն չունի։ Իսկ այստեղ հիմնականում իրանք կայուն ստաբիլ կյանք ունեն, հա, ստաբլ է իրանց կյանքը, այսինքն իրենք ապահոված են, եթե իրենք աշխատանք չունեն, իրենք ունեն օգնություն, աշխատազուրկի գումար, եթե աշխատազուրկի գումար չունեն, մեկ ուրիշ օգնություն ունեն, բժշկական օգնությունները անվճար են, դրա համար իրենք որոշ չափով ապահոված են։ Դե բայց այնպես չի, չէ՞ որ խնդիրներ չունեն իրենք։ Ունեն։ Հա։ Իհարկե, խնդիրներ ունեն։ Որ կարծում ենք այդտեղ ինքնասպանությունների թիվը կամ այս վերջերս նյութ էի կարդում, որ մտածում ենք, ասում ենք Ճապոնիան ամենազարգացածն է, մտածում ենք ճապոնացիները ոչ մի մտածելու բան չեն, բայց համար առաջինն է համարվում երկրների ցանկում ինքնասպանությունների թվով։ Բայց ինչ են ինքնասպանություն գործում այդ մարդիկ, եթե իրենց ոտ կյանքը ամեն ինչ լավ է։ Չէ, ես Ֆրանսիայի մասշտաբով կարող եմ խոսել, որ իհարկե ունեն խնդիրներ, չկա այդպիսի տեղ կամ ընտանիք կամ մարդ, որ խնդիր չունենա, բայց հիմնականում իրենք ապահով են այն առումով, որ եթե վաղը հիվանդանան, իրենք չեն մնա, այսինքն անօգնական չեն մնա, իրենք բժշկական օգնությունը կստանան։ Իրենք մնան անաշխատակ, գիտեն, որ կան կազմակերպություններ, որոնք իրենց կօգնեն ուտելիքով, հագուստով, այսինքն իրենք ունեն ապահովության զգացում։ Հա։ Ապահովության զգացում, բայց որ այդպիսի բաներ ասում եք սպանություններ եւ այլն, հա, ես կասեի դա նրանից է, որ մարդիկ ավելի շատ հեռացել են իրարից, որովհետեւ շատ աշխատում են, որպեսզի թոշակի ժամանակ լավ թոշակ ունենան, վազում են, չեն հասցնում, հա, երեխաներին դպրոց եւ այլն փոքր հասակից տալիս են քեշ, հա, այդ փոքրիկներին դաժե չեմ հիշում քանի ամսականից տալիս են արդեն, որպեսզի գնան աշխատեն, ծանրաբեռնված է, այնպես չի, բայց Շուշանա ջան, կասեմ, որ անհատական է, ամեն մեկը ինչ կերպ ապրում է, հա, ինչ կերպ դասավորում է իր առօրյան, ինչ կերպ օրինակ այս ժամանակա, որ ինձ լավլյունա мысли, հա, մտքի վրա բռնացնում եմ, որ հա ես ինքս եմ, չէ, ինձ զբաղացնում։ Ասում եմ, բայց կարող ես, չէ, այս բաները հանես, եւ մի քիչ հանգիստ լինես։ Ես ինքս ինձ այնքան եմ ծանրաբեռնում, որ գերհոգնում եմ, բայց հետո հասկանում, որ ես ինքս եմ ինձ զբաղեցնում։ Այսինքն դա իմ տեսակն է, բայց այստեղ այնքան իրանք հնարավորություն ունեն ազատ իրենց հանգստի օրերը, այսինքն իրանք վճարովի հանգստի օրեր ունեն, պատկերացնում եք։ Այսինքն իրենք կարող են գնալ, իրենք ունեն определенный օրեր, որոնք իրենց որոշակի օրեր, ամսվա մեջ կարծեմ այ չեմ ասի ինչքան, որովհետև հենց այս պահին չեմ հիշում, բայց ունեն իրենք վճարովի հանգստի օրեր։ Եվ իրենք կարող են մարդ կա, հա, 2 օր է, կարծեմ թե 2 օր ու կես։ Մարդ կա հավաքում է այդ օրերը եւ գնում է 1 ամիս հանգստանում է որտեղ որ ուզում է, մարդ կա ամսվա մեջ վերցնում է իր հանգստի օրերը եւ հանգստանում է նոր աշխատում։ Տարվա այն արձակուրդից բացի նաև ունեն վճարովի արձակուրդ, այսինքն։ Այո, վճարովի։ Եթե մարդը իր արձակուրդները չի վերցնում, վերջում իր գումարը տալիս են իրեն։ Հա։ Այսինքն միևնույն է դա իր գումարն է։ Պատկերացնում եք ինչքան մարդը կարող է իր առօրյան ճիշտ կազմակերպի, հանգստանա։ Այդ մենք ենք, յուրաքանչյուրս ենք ծանրաբեռնում, յուրաքանչյուրս ենք ճիշտ կամ սխալ կազմակերպում մեր առօրյան։ Ահա։ Ես դա չեմ կարծում։ Ասում գրմեն ասում ներկայացնում էր որ մարդիկ բողոքում են որ 24 ժամը քիչ է ստեղծել էլի օրվա ժամը 24 լավ կլիներ 25 լիներ ասում բայց ես ժամանակը չեմ ստեղծել մարդիկ են ստեղծել այդ ժամանակը ասում ես ոչ մի բան չեմ ստեղծել իրանք են որոշել թող 25 որոշեն սարքեն հիմա էսա բա այդպես իսկ որ ասեցիք 3 տարի աշխատեցիք նախարարությունում ո՞նց եկաք այդ մտքին որ պետք է աշխատանքը փոխեք ու ենթադրում եմ արդեն այս այժմյան աշխատանքը միանգամից վերցրեցիք չէ՞ այս խորհրդատվությունների համար
Այո, չէ, մի անգամից չեմ վերցրել Շուշանա ջան, շատ երկար ճանապարհ եմ անցել, երևի մեկ եթերը չբավարարի, որտեղ շատ երկար ճանապարհ եմ անցել դրանից հետո։ Ուրեմն դրանից հետո ամբողջ պատասխանատվությունը իմ վրա էր, թե ծնողներիս, թե ընտանիքիս, ծնողներս հայրս մեզ հետ էր եկել, մայրս պիտի գար, ոնց որ թե այսպես ամբողջը իմ վրա ու ես չէի կարողանում, իրոք շատ ծանրաբեռնված էի, եւ դուրս եկա այդ բոլոր հարցերը, երբ որ կարգավորեցի, մայրս, քույրս ընտանիքով եկան, այդ բոլոր հարցերը կարգավորեցի եւ արդեն շատ բաներ էի անցել այդ չեմ կարող ասել ֆորմացիոն ոնց է հայերեն վերապատրաստումներ, հա, պրոֆեսիոնալ վերապատրաստումներ էի անցել հենց աշխատելու ընթացքում եւ այդպես սկսեցի փնտրել ուրիշ տեղեր, հա, ասենք որպեսզի օրինակ պրեֆեկտուրա, որտեղ կացության թուղթ են տալիս, օրինակ այնտեղ փնտրել են աշխատանք, որը ես կսիրեմ եւ այդքան ծանր ինձ չի լինի, այդտեղ իրոք ինձ ծանր էր այդ աշխատանքը, որ ես անում էի այնտեղ, հա, շատ ծանր էր եւ պատկերացրեք սեմինարներ, ժողովներ եւ ընդհանրապես դու ընտանիքի հետ օրինակ իրենք կարողանում են, հա, իրենց, չգիտեմ, միգուցե իրանց էլ է դժվար, կողքից է թվում, որ կարողանում են, բայց ինձ համար շատ դժվար էր, որովհետեւ ընտանիքը ընդհանրապես մնում էր ոչ թե երկրորդ, այլ չգիտեմ, որ երրորդ պլան, ընտանիքը պիտի մոռանայր, ես շաբաթվա մեջ համարյա ամեն շաբաթ նույնիսկ ասեմ շաբաթը 2 անգամ ժողովներ էր, հա, այդ ամբողջ ժողովների կայացած ժողովի ողջ թեմատիկան պետք է ներկայացնեիր, գրեիր, ուղարկեիր, անտանելի ծանր էր, այդպես։ Դրանից հետո ինչ ուզում եմ փորձում եմ հիշեմ, թե հերթականությամբ չեմ ասի հերթականությամբ, որտեղ շատ երկար ժամանակ պետք կգա, տարբեր տեղեր աշխատեցի, ուզում եմ հիշեմ, թե որտեղ աշխատեցի սկզբից, 16 թվականը մինչև աշխատել եմ այդտեղ, 19 թվականին արդեն մտել եմ ուրիշ կազմակերպություն, էլի այդպես ադմինիստրատիվ աշխատանքի վրա եմ աշխատել, մինչև այդ շատ բարեգործական կազմակերպություններում եմ աշխատել, Կարմիր խաչում եմ 3 տարի աշխատել, անձիկապեները ուզում եմ հիշեմ, հիվանդության խնդիրներ ունեցող հաշմանդամների ասոցիացիայում եմ աշխատել որպես սեկրետեր, էլի բարեգործական հիմունքներով, Շուշանա ջան, այսինքն այն ժամանակում որ չէի կարողանում աշխատեի, ես բարեգործական տեղ էի աշխատում, որովհետև ես ինքս տեսակս այդպեսին, հա, մտածում եմ եւ ներդրում եմ ունենում եւ նաեւ լեզուս եմ լավացնում, այսինքն երկու բանն էի նայում, հա, եւ երկուսն էլ հավասար չափով էի ուզում անել, ոչ թե միայն շահավետ, հա, եւ ուզում էի նաեւ ներդրում անել։ Ինչու՞ չէ, սիրում եմ, երբ որ միտեղ գալիս ես սպասելիքներից առաջ, ես սիրում եմ նաեւ ներդրում անել։ Եվ Փառք Աստծո շատ մեծ ներդրում ունեմ ու շատ մեծ ճանապարհ եմ անցել եւ 17 թվականին էր թե 17 թվականին էր հիմնեցի հայկական ասոցիացիա։ Արդեն այստեղ գործում էր հայկական համայնք եւ այդ համայնքը իհարկե առաջարկեցին որպեսզի ես այդ համայնքը ղեկավարեմ, բայց քանի որ մի փոքր ուրիշ կերպով էր վարվում, հա, իմ ոնց որ ասած դες սկզբունքներով չէր։ Այո, ինչ չեմ ուզում, չգիտեմ ոնց ձևակերպեմ, այսինքն ես հիմնեցի իմը 2017 թվականին իմ ուժերով աղջիկս, ես եւ մի երիտասարդ հայ տղա էլի համայնքի միջից քանի որ 3 հոգի պիտի լինեն, որպեսզի ստեղծեն այդ համայնք, ոչ թե համայնք, այլ ասոցիացիա, հա, որտեղ անվճար օգնել բոլոր օտարերկրացիներին, դե հիմնականում հայերն էին,
բայց նաև եղել է վրացի, ուկրաինացի, ով խոսում է ռուսերեն, հայերեն, այսինքն ում լեզուն հասկանում ենք, հա, բայց հիմնականում հայերն էին։ Հիմնեցի այդ կազմակերպությունը, վարեցի մինչև 2021 թվականը, թե 22։ Մի քիչ այնքան շատ ինֆորմացիան, որ թվերի մեջ իհարկե չեմ հիշում անկեղծ երբ ինչ, որովհետև ընթացքում էլի բաներ եմ արել, միայն ասոցիացիան չի եղել, վիցպրեզիդենտ եմ եղել մեկ ուրիշ ասոցիացիայում, Écrivain Public, որը քաղաքապետարանում մեջ գործում, անվճար էլի սոցիալական ադմինիստրատիվ օգնություններ էր ցուցաբերում, էլի սովորական իմիգրանտներին եւ նաեւ ինչ չէ ֆրանսիացիներին, ովքեր դժվարանում էին ադմինիստրատիվ իրենց գործերը կատարեին։ Նա դա էլ էի անում կողքից, այսինքն եւ նա էի վարում եւ այնտեղ էի վիցպրեզիդենտ, հա, պրեզիդենտի տեղակալ, այսինքն ղեկավարի տեղակալ։ Դրանից հետո էլի աշխատել եմ, էլի ադմինիստրատիվ, բոլոր աշխատել եմ ադմինիստրատիվ գործերի մեջ, բայց գնալով ինչի եմ ամենտեղ աշխատել ու դուրս եկել, քանի որ ժամերը, ծանրաբեռնվածությունը եւ իմ առողջականը արդեն չէր համընկնում իրար հետ, հա, ես ծանրաբեռնվածությունից շատ արագ գերհոգնում էի, էլի ոնց ասեցի, ընտանիքի գործերն ու հոգսերն էլ մնում էր երկրորդական, ես պերֆեկցիոնիստ մարդ եմ, որ ամեն ինչ չի արվում ոնց որ պետք նա դրանից լարվում էի, ստրես էի տանում, հա, եւ հասկացա, որ չէ, ինձ ազատ գրաֆիկով աշխատանք է պետք եւ որ սիրեմ այդ աշխատանքը։ Մի քանի պրոյեկտներ ունեի եւ չէի կողմնորոշվում։ Ամեն պրոյեկտին մի բան խանգարում էր, ամեն պրոյեկտին, օրինակ ուզում էի ռեստորանային բիզնես, իսկ այստեղ ռեստորանային բիզնեսը Շուշանա ջան պետք է ընտանեկան լինի, ընտանիքի անդամներով անեն, որտեղ աշխատող ձեռք չի տալիս։ Շատ մեծ պետք է ռեստորանային ցանց ունենաս, որ աշխատողներ ունենաս եւ չերևա աչքիդ, որտեղ հարկերը շատ մեծ են։ Հա։ Ամուսինս երաժիշտ է, ինքը այդ խոհանոցի մեջ չկա։ Ինչևէ, շատ տարբեր sense պրոյեկտներ ունեի ու ամեն մի պրոյեկտի կազմած էր արդեն բիզնես ծրագիրը։ Ամբողջի վրա աշխատել եմ։ Բայց չեմ կարողանում գամ վերջնական իտոգի թե որն է ավելի ձեռնտու կամ որն է ավելի, որովհետև մի բանի համար ֆինանսական խնդիրներ առաջ գալիս, որտեղ մի քիչ ավելի շատ ֆինանսեր պետք, մեկ ուրիշ հարցում, մեկ ուրիշ բան եւ այլն։ Լավ ընկերներ ունեմ, Տուլուզում մեզանից 400 կիլոմետր է։ Ինքը թարգմանչուհի է, այստեղ Սորբոն համալսարանն ավարտել, շատ լավ անձնավորություն է, Անին Հովանեսյան, հրաշալի մարդ, ում հետ խոսեցի ու ասեց Գայանե ջան, ինչ արեցիր, ինչ ես մտածում այդ գործերը, դվան, ասեցի Անի ջան, անկեղծ այնքան պրոյեկտներ ունեմ ու չեմ կարողանում կողմնորոշվեմ։ Ասեց արի քեզ մի լավ բան ասեմ, վերցրու պրոյեկտներդ ու արի մեր տուն։ Համ ժամանակ կանցկացնենք իրար հետ, համ քեզ կտանեմ, կհանգստանաս, կպտտվես մեր քաղաքը կտեսնես, համ էլ իրար հետ երեկոյան քո պրոյեկտները կնայենք, մի հարցի շուրջ, այո, կգանք մի բան խորհուրդ կտամ կամ հա, մի հայտարարի։ Ու այդպես այդ Անիի շնորհիվ գնացի Տուլու, շատ լավ ժամանակ անցկացրեցինք աղջկաս հետ միասին։ Եվ ասեց Գայանե, քո աշխատանքը այն որ դու սիրով կատարում ես բոլորին ակոմպանիա անել, հա, օգնել, ուղղորդել, բոլոր այդ հարցերը սիրով ես անում եւ տիրապետում ես այդ էքսպերիենսին, հա, 11 տարի դրա մեջ ես։ Ես կարծում եմ որ սա է քոնը, ֆինանսներ շատ պետք չի, ընդամենը աշխատատեղ գտնես, եւ համակարգիչը ամենամինիմումը, որը դու ունես։ Եվ հենց այդ երեկո էլ ինքը իմ ֆլայերները, վիզիտ կեքը բոլորը ինքը պատրաստեց։ Բոլորը պատրաստեց, ես եկել եմ այստեղ, տպել եմ դուրս եմ հանել։ Ու այդպես ես եկա ու Շուշանա ջան, ասացի հերիքա մտածեմ, երևի թե սկսեմ։ Ու սկսեցի ու շատ
շատ լավ արեցի, որ սկսեցի, ասեմ այսպես։ Շատ ուրախ եմ, որ սկսեցի։ Գոհ եմ, կարևորը ես սիրով եմ անում։ Երբ որ մտնում եմ աշխատանքի մեջ, ես մոռանում եմ ժամանակի մասին։ Այդ շատ կարևոր է ինձ համար, էլի։ Եվ ես ինքս եմ իմ ժամերը կառավարում, կառավարում, որոշում, եւ այս աշխատանքը ինձ նաեւ պետք է այն առումով, որ ես շատ համ էմոցիոնալ մարդ եմ, համ անհամբեր, եւ սրանով այս աշխատանքով ես կարողանում եմ էմոցիաներս վերակառավարեմ, ժամանակս ճիշտ կազմակերպեմ, փորձում եմ, ճիշտ է, տեղերկա չի ստացվում, բայց երևի սա դրա համար է, եւ ժամանակս ճիշտ դասավորեմ եւ համբերատարություն ձեռք բերեմ։ Այսինքն ինքը բոլոր առումներով դրական է եւ մարդկանց եմ ուղղորդում, օգնում, եւ ինքս եմ իմ վրա աշխատում եւ ամեն ինչ կարևորը սիրով եմ անում։ Զուտ խորհրդատվություն եք տալիս ոչ քաղաքացիներին, այսինքն Ոչ, միայն խորհրդակցություն չեմ տալիս, արդեն նաև բարդ գործեր եմ վերցրում, առաջ չէի անում, որովհետև ժամանակի, ոնց ասում եմ, ժամանակը, եւ հետո ես նենց մարդ եմ, երբ որ ժամանակին չեմ հասցնում, դրա պատճառով եմ ստրես տանում։ Դրա համար մեծ գործեր չէի վերցնում, բայց հիմա արդեն մեծ գործեր ասելով բողոքարկումներ, դիմումներ, այսինքն խորհրդատվություն եմ տալիս մարդուն, թե ինչ կերպ ճիշտ կազմակերպի իր փաստաթղթային փաթեթը եւ դիմի, ինչ անի, որպեսզի ասենք թե հիմա ժամանակը չի, ինչ անի, որպեսզի 2 տարի, 1 տարի հետո ունենա լավ փաստաթղթային փաթեթ։ Տարբեր խորհրդատվություններ բոլոր ուղղություններով, եւ կացության իրավունքի, քաղաքացիության առումով, բողոքարկումների, երկիրը լքման թղթերի, հիմա շատ այդ երկիրը լքման թղթերը, շատ ուզում եմ ռաշիրացը, ոնց ասեմ հայերեն, ծավալվել, ավելի մեծացնեմ, ընդլայնվել, շատ որտեղ կարիքը դրա կա, դրա համար աշխատողներ են պետք եւ հիմա ունեմ ցանկ իրավաբանների տարբեր քաղաքներից, Այդ ամեն ինչը հիմա ես ընթացքի մեջ աշխատում եմ այդ պրոյեկտի վրա, որպեսզի հասկանամ, թե ոնց կարելի է անել, հնարավոր է բնակավայրս էլ փոխեմ, որովհետեւ մեծ քաղաքում չեմ ապրում, իսկ ամեն գործունեությունը ավելի շատ Փարիզում է, ավելի շատ մարդիկ Փարիզում են, ճիշտ է, օնլայն աշխատում ենք, Շուսանա ջան, օնլայն եմ աշխատում, բոլոր նույնիսկ տարբեր երկրներից, Իսպանիայից, Հայաստանից, Հոլանդիայից էին երեք զանգել, չի խանգարում օնլայն աշխատելը, բայց աշխատանք կա, որ տեղում է պետք աշխատողը։ Օրինակ ինձ հիմա առնվազն մեկ աշխատող պետք է, չնայած որ աղջիկս ինձ հետ աշխատում է, իմ ամենապատասխանատու եւ ամենավստահելի անձն է, որ կարևոր գործերը իր հետ եմ քննարկում, իրան եմ վստահում, եւ ինձ պետքա էլի այդ տիպի շատ վստահելի մարդ, քանի որ մարդկանց պատմությունների հետ գործ ունենք եւ շատ պետքա փակ, դուրս չգա ինֆորմացիան երբեք դա պետքա մնա, ես նույնիսկ իմ ընտանիքում աշխատանքից ոչինչ չեմ տանում տուն, ասենք մեր քաղաքում կան մարդիկ, ովքեր ինձ դիմում են, չէ, բայց այդ պատմությունը ոչ ոք չի իմանա, բացի իմ աղջկանից, եթե պետք է, եթե ինքը դրա մեջ ներգրավված է, իսկ եթե ոչ կարիք էլ չկա պատմելու, մնացած անդամները չգիտեն դրա մասին, որովհետև միամտաբար հնարավոր է ինչ-որտեղ ինչ-որ բան դուրս գա։ Դրա համար այդ ինֆորմացիա, դրա համար ամենակարևոր բանը, որ պիտի ես աշխատող գտնելուց, աշխատողի հետ, եթե լինի այդպիսի մարդ հաշվի առնեմ, դա գաղտնապահությունն է, նոր մնացած բաները, որտեղ սրանք ճակատագրեր են, մարդկանց հարյուրավոր դոսիեներ կա մոտս, եւ 11 տարի աշխատում եմ եւ չի եղել մի դեպք, որ չգիտեմ, եղել է դեպքեր, որ ասում են, դուք մեր քաղաքից էս ինչ մարդուն արել եք, դրա համար մենք ձեզ զանգել ենք,
իսկ իրանց գործերը, ասում եմ, իրանց գործերը իրենց հետ եմ խոսելու, խնդրում եմ խոսեք ձեր գործերից։ Այսինքն չկա այդպիսի բան, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկից իմանա, այդ մարդը շահել, չի շահել, ինչ ա եղել, այդ իրան պետքա ձեզ կպատմի։ То есть շատ պատասխանատու գործ է եւ ունեմ ընդլայնվելու ցանկություն, շատ մեծ ճյուղեր կա, որ կարող ենք բոլորին սպասարկել։ Շատ սիրում եմ իմ աշխատանքը, շատ, որովհետեւ ինձ ինչն է այս աշխատանքի մեջ դուր գալիս, որ մարդկանց ինչ որ հարցի լուծում, հա, ինչ որ օգնում ես, ինչ որ հարցի լուծում ես տալիս մարդուն, հա, եւ մարդկանց միշտ օգնել եմ մինչեւ աշխատանք։ Այսինքն նույնիսկ եղել է, որ 15 թվականին թե 16, ինձ լսողները կհիշեն ում մասին է խոսքը, իրենց հետ միասին գնացել եմ գործատուի մոտ, մինչեւ ընդཐུպ արդեն որ ասեց ընդունեցին ինձ աշխատանքի, այդպես եմ արել, մինչեւ արդեն այդ ժամանակ հանգիստ եմ եղել, մարդը всё աշխատում է, թղթերը ունի, աշխատում է, ամեն ինչ շատ լավ է, ու դրանից ես բավականություն եմ ստանում։ Ճիշտ է, չի ստացվում բոլորին, հիմա նույնիսկ տեսեք, վճարովի է, չէ, ծառայությունները, բայց 50%-ին անվճար եմ սպասարկում, ինչի համար, որովհետև չեմ կարող ասել չէ։ Մարդը ֆինանսապես անապահով է, եւ չեմ կարող ասել դուք չունեք գումար, չեմ օգնի։ Եվ աղջիկս շատ ժամանակ ասում է մամա ասոցիացիան չի գործում, բայց դու ասոցիացիայի օրենքներով ես աշխատում, անվճար, ասում եմ, բայց չեմ կարող անմուշկել, ոնց որ գնամ արդեն բժշկի եւ ասեմ գումար չունես, չեմ կարող բուժել։ Իմ համար դրա հետ է ասոցիացիան։ Կարևորը on-line եք աշխատում, այսինքն եթե ինչ-որ մի ընտանիք որոշի Հայաստանից տեղափոխվի Ֆրանսիա ու ինքը ոնց որ չգիտի որ գիծը որտեղից սկսի ոնց դիմի ում դիմի, հանգիստ ենթադրում եմ կարա դիմի ձեզ, այսինքն, հա, ճիշտ եմ հասկացել։ Այո։ Բայց եթե օրինակ չդիմեց ձեզ ու ոնց որ անպատրաստ եկավ, ինքը այդ դեպքում ավելի շատ խնդիրներ կունենա, իսկ եթե ձեզ դիմի, արդեն դուք կուղղորդեք, երևի այդքան խնդիրների փուլերով չի անցնի, չէ՞, հա։ Շուշանա ջան, կոնկրետ ոչ միայն ինձ, հա, չեմ ուղղորդում հենց ինձ դիմեն, թող դիմեն մասնագետի, թող դիմեն այն մարդուն, ով տեղյակ է, ով ճիշտ ուղղություն ցույց կտա, որովհետև այո, ուղղակի վեր կենալ, տուն ծախել ու գալ Ֆրանսիա եւ վստահ լինել, որովհետև շատերը ինձ ասում են, որ մեզ ասեցին գնացեք, իջեք այրոպորտ, այդտեղից ամեն ձեր հարցերը կլուծեն, ոչինչ բան մի արեք, այսինքն այդպես չի լինում։ Նամանավանդ հիմա շատ դժվար է։ Դրա համար, այո, պետք է իրանք տեղեկացված լինեն եւ ճիշտ ճանապարհով գան։ Նախ գիտեք ոնց, երբ որ Հայաստանից հարցնում են գալու համար, ես ամբողջը ներկայացնում եմ, թե ինչ է սպասվում իրանց։ Արդյոք պետք է որ դուք գաք, ինչի համար եք գալիս։ Իհարկե հարցնեց եմ տալիս, որ չնեղացնեմ, որովհետև դա իմ ոնց որ ասած, այնպես անես, որ մարդուն չնեղացնես, հա, թե քո ինչ գործն է, թե ես ինչի եմ գալիս։ Հա։ Ոչ թե որ չես ուզում գան մարդիկ, հա, այլ չես ուզում գան առնչվեն խնդիրների։ Այն ինչը որ մենք ենք այստեղ տեսնում, մարդիկ անտանելի դժվարությունների միջով են անցնում, որոշներն էլ չեն դիմանում։ Հա։ Բայց քանի որ տունն էլ ծախել են, վերադարձի ճանապարհ չկա։ Դրա համար պետք է անպայման ծանր ու թեթև անել, եւ հասկանալ ինչի համար եմ ես զողություններին գնում, ինչի համար եմ այսքան գումար ծախսում, ինչի համար եմ տունս վաճառում։ Մի հարց է, երբ որ այո, չկա տարբերակ, որովհետեւ պիտի բուժվեմ, կամ չկա տարբերակ, որովհետեւ կամ գալիս են սովորելու եւ այլն, իսկ եթե գալիս են սովորելու եւ աշխատելու, դրան ուրիշ տարբերակ կա, այսինքն պետք է դիմել, օրինակ գտնել Ֆրանսիայում գործատու այն կազմակերպությունը, որտեղ իրենք ուզում են աշխատեն կամ այն մասնագիտությամբ, որով իրենք ուզում են աշխատեն, եւ այդ գործատուից ունենան աշխատանքի իրավունք, գործատուն դիմում է պրեֆեկտուրան տալիս է այս մարդու համար աշխատանքի իրավունք, տվյալ անձը մտնում է հայկական, ֆրանսիական դեսպանատուն եւ արդեն պատրաստ վիզայով գալիս է, որն էլ այստեղ արդեն իրան կացության իրավունքի պատրաստ իրավունք է լինում, հա, ինքը ապրում է, եւ չի գնում շուկների մեջ։ Այո, օրինակ իդ մեկը ասեցի աշխատանքի պահով։
սովորելու առումով, մնացած ուրիշ հարցերով, հա։ То есть ամեն ինչին կա ճիշտ գալու ճանապարհ։ Եվ չունենալ, հա, այդ տիպի խնդիրներ, ինչ որ մեր հայրենակիցները ունենում են այստեղ։ Հենց իմ էջում 3 էր, որ գրառում արեցի, որովհետև ինձ հարց են տալի, որ օրենքը դուրս է եկել փետրվարի 24 թվականի փետրվարից, որ երկիրը լքման թղթերը այլևս 1 տարուց չեն չեղարկվում։ То есть առաջ եթե երկիրը լքման թուղթ էր մարդուն գալիս, քանի որ այդ մարդու փաստաթղթերն են կիսատ կամ այդ մարդու չի համապատասխանում, չեն ուզում իրեն կացության թուղթ տան, կամ օրենք է խախտել, կամ ոչ մի բան էլ չի արել, լինում է որ շատ լավ ընտանիքներ են եւ շատ լավ ինտեգրվել են, բայց սխալ է կազմվել փաստաթղթային փաթեթը կամ դիմվել է սխալ հիմքով։ Հիմնականում դրանցից է մերժումները։ Ես օրինակ հիմա ինձ մոտ ունեմ այդպիսի դոսիեներ, հա, այդպիսի դիմումներ, որ մարդիկ ֆրանսիացիներն են օգնել, սոցիալներն են օգնել, փաստաբաններն են օգնել եւ իրենց այդ սխալների պատճառով է որ այդ մարդիկ այսօր ունեն երկիրը լքման թուղթ, քանի որ փաստաթղթային փաթեթն է սխալ կազմվել, ոչ ճիշտ հիմքով է դիմվել, ոչ ճիշտ փաստաթղթեր է դրվել, ոչ ճիշտ կերպ է դիմումը ներկայացվել, այսինքն պետք է մաքսիմալ ճիշտ արվի, հա, այդ փաստաթղթային փաթեթը, ինչը որ ես անում եմ, հա, ես հիմա չեմ ուզում դա հնչի ռեկլամա, հա, որ ես ինձ եմ ռեկլամա անում, չէ, ռադի բոգա, ուղղակի ասում եմ, այն ինչը որ ես եմ անում, հա, ես ինչը որ ես եմ անում հիմա, եւ այդ երկիրը լքման թուղթը, եթե նույնիսկ տվել է փետրվարի 24-ից, 24 թվականի, то есть փետրվարից 24 թվականի եւ օրենքը ասում է, որ երկիրը լքման թղթերը այս թվականից տված 3 տարի ուժի մեջ են եւ 3 տարուց նոր իրենք չեղյալ են համարվում, բայց Շուշանա ջան, չկա այդպիսի հասկացություն, եթե մարդը երկիրի լքման թուղթը չի բողոքարկել, հա, չի բողոքարկել, չի քայլեր արել կամ չի գնացել հետ, հա, խախտել է օրենքը, այսինքն չի գնացել հետ, հա, իրեն ասել են երկիրը լքի, մարդը մնացել է երկրի ներսում, նշանակում օրենքը խախտել է։ Այդ դա նշանակում է, որ իրան չի չեղարկվում այդ թուղթը։ Մարդիկ կան, որ նստում են սպասում են, այդ 3 տարին կանցնի կամ 1 տարին կանցնի, նորից կդիմեմ։ Ոչ բոլորի մասին է, հիմնականում մարդիկ կան, որ հասկացել են, որ պետք է լեզուն սովորել, պետք է աշխատել, ինտեգրվել եւ այլն։ Բայց այդ երկիրը լքման թուղթը կչեղարկվի այն դեպքում, Okay, մարդը դուրս չի գնացել, խախտել է օրենքը, բայց երբ որ մարդը ներկայացնի, որ այդ ընթացքում, որ ինքը այստեղ է գտնվել, ինքը գնացել է լեզվի դասերի, լեզվի մակարդակ է ձեռք բերել, աշխատանք է գտել, երեխաները լավ սովորել են, այդ բոլոր դրական փաստարկների հիման վրա, դրական ապացույցների հիման վրա, լավ դիմումի եւ լավ ներկայացնելու, ճիշտ ներկայացնելու դեպքում չեղարկում են երկիրը լքման թուղթը։ Եվ բնավ պետք է դիմել տրիբունալ, ինչը որ անում են այստեղի ֆրանսիացի փաստաբանները։ Շատ բաներ կա, որ չեմ կարող ասել, որովհետև ճիշտ չի, հա, բանիկա չես կարող բարձրացնել։ Հա, չես կարող բարձրաձայնել, բայց ես երևի թե հունվար ամսվա մեջ էր, որ պրեֆեկտուրայում սեկրետար ժեներալի եւ ադժանտի հետ հանդիպում ունեցա մեր ռեգիոնում, մեր քաղաքում եւ նույն բանը ինձ ասեց սեկրետար ժեներալը, հա, որ այս դոսիաները, որ մերժվում են եւ ունեն այսպիսի ճակատագիր, հիմնականում փաստաբանների սխալներից է։ Որովհետեւ Շուշաննա ջան, սա էլ բացատրեմ, իհարկե չգիտեմ պետքա որ թե չէ, բայց սա էլ ասեմ եւ վերջացնեմ, որովհետեւ փաստաբանը փոխարենը պրեֆեկտուրան եթե մերժել է երկիրի լքման թուղթ տվել, փոխարենը ինքը այդ լավ դրական դոսիայով հետ գնա եւ խնդրի վերանայել դոսիեն, դիմում է տրիբունալ, ինչը որ պրեֆեկտուրայի դուրը չի գալիս։ Այսինքն բողոքարկում է տրիբունալ եւ պարտադրում է պրեֆեկտուրային թուղթ այս մարդուն։ Հա։
Ինչը որ Իրան պրեֆեկտուրային դուր չի գալիս, փոխարենը հետ գնա եւ բարի բողոքով, հա, բարի բողոքա կոչվում, recours gracieux անի եւ պրեֆեկտուրային խնդրի, որ վերանայի իր բոլոր նոր ապացույցներով ու նոր դրական էլեմենտներով, դիմում է տրիբունալ եւ ունենում են վատ արդյունք եւ դա ինձ ասել է պրեֆեկտուրայի սեկրետեր ժեներալ, այսինքն պրեֆեկտից ներքև հաջորդ մարդը։ Հա, շատ բարձր պաշտոնի մարդ, ով ասում է, որ պատճառը դա հենց փաստաբանների շնորհիվ է։ Կամ սոցիալական աշխատողների, ովքեր մասնագետներ չեն։ Մի խոսքով, Շուշաննա ջան, այո, մենք զբաղվում ենք երկիրելքման թղթերի բողոքարկումներով, բայց անում ենք միայն բարի բողոքներ եւ երկրորդ բողոքը, եթե դա չի աշխատում, երկրորդ բողոքը արդեն ներքին գործերի մինիստրին են ուղարկում։ Նոր հետո եթե չաշխատի, նոր արդեն եթե ունենք շատ փաստարկներ եւ հիմքեր, որ այո, պետքա պարտադրել, որ դուք սխալ եք, այո, դիմում ենք տրիբունալ, բայց ոչ սրազу տրիբունալ, հա, ինչը որ ճիշտ չի, եւ դիմում են հիմնականում ոչ թե նոր էլեմենտներով կամ նոր հիմքերով, այլ դիմում են այդ նույն փաստաթղթերի փաթեթով, այսինքն ոչինչ չի փոխվել, ինչի եք դիմում, որ թուղթ տան այդ մարդու։ Մի խոսքով շատ ինքը նուրբ պրոցես է, մանրակրկիտ եւ մաքսիմալ պետքա իդեալական արվի, ինչը որ փորձում ենք մենք անենք, այսինքն հիմնականում լավ է ստացվում, չգիտեմ, իմ կարծիքով։ Այ հետաքրքիր է, բայց երբ որ դիմում են հենց Ֆրանսիան լքելու համար, մտքի ծայրում ոնց ասեմ, ուրախանում եք, որ մեկ հայ վերադառնում է հայրենիք։ Թե ամեն ոնց որ դե հա ձեր աշխատանքն է, ամեն գնով պետքա փորձեք ոնց որ եթե ինքը դիմել է, որ չի ուզում լքի Ֆրանսիան, ամեն գնով պետքա ոնց որ իրան պաշտպանեք, իր քայլերը, բայց ոնց որ ուրախանաք էլի, որ հայրենիք հայ է վերադառնում։ Լինում է այդպես։ Շուշաննա ջան, գիտեք, ոչ թե չէ, չեմ իհարկե չես ուզում որ այդ արտագաղթը լինի, հա, բայց մի հատ արտագաղթողել ես եմ, չէ, այսինքն եթե ինչ որ բան ուզում ես անես, ինքդ արա եւ ոչ թե ուրախացի, որ ինչ որ մեկն է գնում, չգիտեմ, ես այդ սկզբունքով եմ, հա, բայց ոչ թե ուրախանում եմ, չէ, չեմ ուրախանում, ասեմ ինչի, որովհետեւ այսինքն ոչ թե այդ ուղղությամբ եմ նայում, այլ նայում եմ այն ուղղությամբ, որ մարդը ինչքան ճանապարհ է անցել, հա, ու այդ մարդը դրա կարիքը ունի ու լացում է հեռախոսից այն կողմ կամ հա, խնդրում է, որ չեմ կարող գնալ, որտեղ տունս ծախել եմ, որտեղ երեխաներս դպրոց են, որովհետև ասենք այս պարագայում չես կարող ուրախանալ, այս պարագայում կենտրոնացած ես ինչով օգնես, իհարկե հոգեբանորեն եմ կանգնում իրենց կողքը, որովհետև ասում եմ, խնդրում եմ այդքան մի տանջվեք, որովհետև ամեն կյանքի ընթացքում ինչ որ բան եթե լինում է, ուրեմն ինչ որ բանի համար է լինում։ Ընդհանրապես դուք այս ընթացքում անցնում եք այս եւ եթե այս բանը ձեր հետ կատարվել է, հա, значит ինչ որ բանի համար է կատարվել, փորձեք մտածեք դրա մասին։ Իհարկե, եթե կա այդ թույլ է տալիս էլի այդ իրավիճակը, որ այդպես խոսես մարդկանց հետ, բայց ուրախանալու ժամանակ չկա ու մտածել թե ուրախանում եմ որ մարդը հետ է գնում, այ օքեյ, ճիշտ եք ասում, մի հատ այսպիսի դեպք հիշեմ, որ մի եթե ինքը նայի անունը չեմ հիշում, երիտասարդ տղա էր, ինքը Հայաստանում է հիմա իր ընտանիքի հետ, ինքը նկարիչ էր, то есть ոչ թե նկարիչ վրցինով, այլ ֆոտոգրաֆ։ Լուսանկարիչ։ Հա, շատ կիրթ երիտասարդ էր, կինն էր շատ կիրթ, անունը ոնց չեմ հիշում։ Մի խոսքով, այ ինքը վերադարձավ, այ իր համար ես ուրախացա, գիտեք խի, որովհետև Շուշաննա ջան, ինքը ցավով չէր գնում, ինքը ուրախացել էր, ասում էր, դե ուրեմն սենց հա պետք, ես իմ երկրում երևի ավելի լավ բան կանեմ, կոնկրետ խոսքերը չեմ հիշում, բայց միտքը դա էր նշանակում, այդպես մարդկանց համար կուրախանամ, որովհետև մարդը ինքը
տանջանքներ չի ճիշտ է, տանջանքներ անցնում են բոլորը, այդ դժվարությունները անցնում են, բայց ինքը այդ տանջալից ձևով չի հետ գնում, հա, այդ հոգեբանորեն ափսոսանքով։ Հա, այդպիսի մարդկանց համար իհարկե կուրախանաս, կարծում եմ յուրաքանչյուր հայ ինչքան է դրսում գտնվի, ուզում է որ իր երկրում լավ որակով մարդիկ հետ գնան կամ լինեն։ Չէ, ոնց չգիտեմ, Հայաստանը յուրաքանչյուր դրսի մարդու համար իր տունն է, չգիտեմ։ Ու ոնց ասեցի, մենք շատ ենք փորձել, ցավոք Բայց ունեք պլաններում միգուցե մի օր որոշեք ու գաք։ Այ որ ասիկ պատերազմը չլիներ Ռուսաստան կգնայիք, այդ ժամանակ կար ինչ որ ոնց որ sense մի մտքի թել կար, որ միգուցե Հայաստան վերադառնանք։ Շուշանա ջան, միշտ էլ կա այդ միտքը։ Միշտ ես կարծում եմ յուրաքանչյուր հայի աչք Հայաստանի վրա է անդադ, եւ երևի եթե չլիներ այդ Հայաստան շուտ գնալ գալը, ես տեսնում եմ էլի մեր քաղաքից էլ ամեն տարին երկու անգամ մարդիկ, ես ուշ եմ գալիս, բայց մարդկանց տեսնում եմ որ գալիս են, կա չէ այդ պահանջը, եւ չլիներ այդ գնալը հնարավորությունը, շատերը հետ կգային։ Եվ եթե որ գալիս են գալիս, մի փոքր բան է լինում այդ զգացմունքը, բայց ես իմ անունից ասեմ, որ ես միշտ էլ մտքումս ունեմ, չնայած որ ասում եմ ողջ կյանքս դրսում եմ ապրել։ Ավելի շատ էլի դրսում։ Բայց իհարկե կուզեմ, շատ կուզեմ։ Եվ գիտեք ինչ, այսպես նայում եմ ոնց որ թե փոքր երազանքս կատարվում է, որովհետև ասում եմ այնպիսի աշխատանք ունենամ, որ հեռավորության վրա կարողանամ աշխատեմ։ Ու հիմա իմ աշխատանքը այդպիսի աշխատանք է։ Ես որտեղ էլ գնամ, կկարողանամ աշխատեմ։ Ամեն ինչ տալու է դրան միգուցե։ Միգուցե։ Հետաքրքիր ինչն է հուշերում ձեր մնացել, որ Հայաստանի հետ կապված ու հիշում ու կարոտում եք այդ պահը, էլի։ Հայաստանի հետ կապված ամեն ինչ։ Ամեն ինչ, գիտեք ինչն է Հայաստանի լավ, Շուշանա ջան, որ այդ հանգստությունը, որ դու քո սեփական տան մեջ ես, դու քո սեփական հողի վրա ես, ամուրավոտկերդ, ինչքան էլ տեսեք, ասում եմ, այստեղ ոչ մի բանի խնդիր փառքաստո չունենք, չէ, ասեմ, եւ քաղաքացի ենք, եւ չեմ նկատել այդպիսի, չեմ հանդիպել այդպիսի խտրականության, հա, որ ունեմ ֆրանսիացի ընկերներ, տարբեր ազգերի ընկերներ եւ խնդիր չկա, հա, դրանում։ Բայց միևնույնն է, ես կարոտում եմ Հայաստանի այդ հանգստությանը, անհոգությանը, այդ որ կարող ես ինձ մի հատ նստել ու հանգիստ չմտածել, հա, որ ինչ որ բանից կուշանաս կամ ինչ որ բան, չգիտեմ, դրան, ավելի շատ դրան եմ կարոտել։ Հա։ Այդ շատ կարևոր է։ Ֆրանսիայից ինչն է շատ լավը ձեր համար, որ կուզեիք Հայաստանում լիներ։ Միգուցե դուք թվարկեք արդեն լինի հիմա Հայաստանում, դե որ երկար ժամանակ Հայաստանում չեք ապրել։ Բայց հետաքրքիր ինչն եք շատ հավանում, որ ասում եք Իրանի սա էլ լիներ Հայաստանում։ Ֆրանսիայի հնարավորությունները 50%։ Հա։ Այդ ապահովությունը, բժշկական սպասարկումը, վերաբերմունքը, արտակարգ վերաբերմունքը, բժշկական սպասարկումը արտակարգ է։ Ուղղակի բարձր մակարդակի, ուղղակի չեն նայում, ինչ ազգության ես, ինչ կերպ ես հագնված, ինչ ֆինանսական կամ ինչ կարգավիճակ ունես։ Բացարձակ իրենք այս ամբողջովին sense իրանց գործն են անում, չեն նայում դու ինչ կարտ ես տալու, ինչ գումար ես տալու, ինչ ես անելու։ Իրանք զբաղված են իրանց ընդունելությամբ, գործով, բարձր մակարդակի, սիրալիր
այդ կուզեի Շուշանա ջան ու վերաբերմունքը մեկս մյուսի, հա, այդ բառը, որ ես շատ եմ սիրում, այդ respect, հա, որ մեկը մյուսի հանդուրժող լինելը, սահմանները հարգելը, հա, այդ շատ լավ բան է։ Ես շատ եմ սիրում Ֆրանսիայում դա, որ չեն պարտադրում, չեն մունատ գալիս, հարգում են քո սահմանները, հարգում են քո որոշումը, չգիտեմ, շատ լավ բաներ կա այստեղ, շատ։ Բայց էլի եմ ասում, եթե գոնե ֆինանսական առումով, հա, չեմ ասի, որ մենք ֆինանսական խնդիրներ այդտեղ ունեցել ենք, բայց շատ ցածր աշխատավարձ է այդտեղ, չգիտեմ, միգուցե հիմա բարձրացրել են աշխատավարձները եւ այլն։ Չնայած որ իմ աղջիկը Հայաստանում է ապրում, գալիս է մի քանի ամիս այստեղ, բայց հիմնականում սիրում է Հայաստանում ապրի։ Եթե ես օրինակ այստեղի այդ ֆինանսական 50% ստաբիլությունը, հա, որ իմանաս, որ դու ստաբիլ ես, հա, այսինքն եթե այս պահին չունես աշխատանք, չնայած որ փառք ասեմ, այս աշխատանք ունեմ, չէ, բայց չունես աշխատանք, դու ունես ինչ որ մի բան, դու ունես այստեղից օգնություն, դու ունես այնտեղից օգնություն, չնայած ասում եմ, երբեք շատ քիչ ընթացք ենք այն սկզբից մնացել, հա, այդ օգնության այնպես չի, որ մնում ենք դրա սպասելով, հա, բայց մարդը իրան ապահով ազգում, որ չունենամ գումար, օրինակ Շանա ջան, թաքցնել չես կարող, որ ունես յուրաքանչյուրս ունենք մեծ տարիքով ծնողներ, հա։ Հա։ Եվ միայն չես կարող քո մասին մտածել, քո ընտանիքի, չէ, քո ապահովության։ Այսինքն ունես ծնողներ, որոնց առողջական խնդիրները իմ ծնողները օրինակ հիմա այստեղ առողջական խնդիրները տարիքով են, հա, առողջական խնդիրներ ունեն եւ երբ որ մտածում ես թե ինչքան դեղեր եւ ինչքան բաներ են անցնում իրենք այդ բժշկական հետազոտություններ, այո, եւ ինչքան եւ ասում ես ինչքան պիտի աշխատես, հա, որ այսքանը կարողանաս հասցնես։ Այդքանը Ֆրանսիան ապահովում է թոշակառուներին։ Այո, բոլորին, մարդը թուղթ չունի, կացության իրավունք չունի, բայց եթե ունի բժշկական միջամտության կարիք, ինքը սպասարկվում է բարձր մակարդակի։ Եվ իրենց կարևոր չի, այս մարդը հետո թուղթ կունենա կվճարի, կկարողանա վճարի, թե չի կարողանա։ Դա հետո է։ Հետո, երբ որ մարդը արդեն թուղթ ունեցավ, աշխատեց, թոշակ ստացավ, հնարավոր է իրան գա, որ ասեն, որ գիտեք, քիչ-քիչ վճարեք այս գումարը։ Բայց այդ պահին մարդը ունի, չնայած եթե ունենան բժշկական ապահովագրությունը ծածկում է, անվճար պետությունը ծածկում է այդ։ Ուղղակի կան տարբեր ապահովագրության տարբեր տեսակներ, հա, որոնք 100%-անոց են, մյուս բժշկական ապահովագրությունը չի ծածկում բոլոր բժշկական այդ վճարումները։ Բայց յուրաքանչյուր դեպքում մարդը կստանա իր բժշկական օգնությունը, անկախ նրանից թե ինչ կարգավիճակում է, ունի գումար թե չունի։ Հիմա տալիս եմ մեր նախագծի վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, իսկ դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում, դուք կոնկրետ։ Իմ անուշ Հայաստանի ջուրը, օդը, ծառերը եւ այդ խաղաղությունը, հանգստությունը։ Հետաքրքիր, շատ հաճելի էր, շատ հետաքրքիր զրույց էր։ Շատ շնորհակալ ենք։ Ես էլ ձեզ շնորհակալ Շուշանա ջան, շատ ճիշտ բան եք մտածել, որովհետեւ ես մինչեւ ձեզ այս հանդիպելը նայեցի ձեր մյուս տեսանյութերը, հա, եւ շատ հետաքրքիր է, որովհետեւ շատ կարելի է սովորել, լսել, չգիտեմ, մեկը մյուսից բան վերցնել, հա, ինչ որ օգտակար մարդիկ կարող են լինել, ոնց որ այս շղթան շատ կարեւոր է, հա։ Եվ ապրեք դուք, շնորհակալ եմ։ Սիրով, մենք էլ ենք շնորհակալ, որ գնահատում եք, հատկապես դուք, դա էլ շատ կարևոր է մեր համար։ Ինչքան էլ որ դուք ոնց որ փորձում եք օգնել, որ մարդիկ տեղափոխվեն Ֆրանսիա խնդիրների մեջ չընկնեն,
մեր նպատակն էլ որ մարդիկ տեղեկացված լինեն ընդհանուր առմամբ, էլի, այ որ ոնց որ երկուսս էլ նույն բանն ենք մտածում, որ իմանան ինչի համար են գալիս, ոչ թե տուն ծախեն գան ու պարզվի որ այդքան էլ այդ հեքիաթը այդպես չի, էլի։ Մի շտկում անեմ Շուշաննա ջան, եթե կարելի է, ես ընդհակառակը, ես իմիգրացիայի հետ կապ չունեմ այդքան։ Okay, կարող են զանգել խորհրդատվություն, հա, բայց իմը ավելի շատ այստեղի մարդկանց ինտեգրացիայի հարցն է։ Բնավ իմիգրացիայի հետ ես կապ չունեմ։ Ես կապ չունեմ իմիգրացիայի հետ։ Այո, լինում են մարդիկ, որ արդեն Հայաստանից են հարցնում, հա, որոնք արդեն տոմսեր են գնել, որոշել են, իսկ ովքեր չեն որոշել, այո, ասում եմ, հարց տվեք ձեզ, դե այդ ոչ բոլոր պարագաներում կարող է այդ հարցը տաս իրենց, որովհետև պետք է կոռեկտ լինել, հա, ամեն մեկին չես կարող այդ հարցը տալ, բայց ես հիմնականում տեղացի օտարերկրացիներին արդեն տեղում գտնվող մարդկանց եմ ինտեգրացիայի հարցում եմ լուծում, ոչ թե իմիգրացիոն հարցում, դրանք տարբեր են։ Շնորհակալ ենք, ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալություն։